Բարև ձեզ պարոն նախագահ, ես նոր եմ վերադարձել բանակից, բայց շրջապատումս էլ կան շատերը, որոնք պետք է գնան ծառայության եւ նրանց անունից մի հարց ուղղեմ ձեզ։ Առաջին հարցը, որը բոլորիս մտքում է, ձեր իշխանության գալու օրոք պատերազմի հավանականությունը մեծանալու է, թե հակառակը փոքրանալու։ Պատերազմի հավանականությունը ուղղակի վերանալու է։ Հիմա այս իշխանությունը պատերազմի համար էստիամեցեք։ Ուղղակի էստիամեցեք, որովհետև թուլը չի հասկանում ընդհանրապես նման կարգի process-ներից բանակի նկատմամբ վերաբերմունքը մնացորդային, այսպես էֆեկտի վերաբերմունքը դա է հիմնական, այսպես ասենք, պատերազմի հավանականությունը մեծացնող հանգամանք։ Հիմա իմ պարագայում վերջ ես ունեմ այն փորձը, երբ 10 տարի նախագահ էի եւ պատերազմի հավանականություն ընդհանրապես չկար։ Ուրեմն պետք է հասկանալ, թե ինչ կարգի բանակ պետք է ունենաս, մարտունակ բանակ եւ պետք է վերականգնես հարաբերությունները քո հզոր դաշնակցի հետ։ Եվ այս երկու հանգամանքը միասին հանդիպելով իրար երաշխավորելու է, որ որևէ պատերազմ որևէ մեկը ռիսկ չի անելու սկսելու։ Իսկ այդ 1.5 տարին կարող է այնպես լինել, որպեսզի մտածեմ, որ անիմաստ ժամանակ չի, այլ հակառակը այդ 1.5 տարին օգուտ է տալու։ Ձեր հարազատները հնարավորություն են ունենալու բանակում լուրջ մասնակցություն ձեր բերել։ Սա ուղղակի ակնհայտ է։ Այսօր հիմնական զինատեսակը դարել է անօդաչու սարքեր։ Հետախուզական, հարվածային, հակաօդային մի այլ բան է կատարում այդ։ Իսկ անօդաչու սարքը ենթադրում է պետք է լինի ոչ միայն օպերատոր, ծրագրավորող, վերանորոգող, մասնագետ պետք է լինի զինվորը։ Զինվոր կամ սպայական կազմ, կամ ենթասպայական կազմ։ Այդ տեսանկյունից շատ ավելի մեծ է լինելու մասնագիտական, այսպես պահանջը բանակում ունենալ որոշ ոլորտներում։ Ուրեմն ամբողջությամբ հնարավորություն է լինելու բանակից հետ գալ ոչ միայն ավելի հասունացած վիճակում, այլ նաև հետաքրքիր ժամանակակից մասնագիտություն ձեր բերած վիճակում։